Համալսարանի 5-րդ հոսքի շրջանավարտ, պարոն նախագահ, հարցս վերաբերում է 2020 թվականից ի վեր տեղի ունեցող ընդդիմադիր ցույցերին և հեղափոխության, իշխանափոխության փորձերին, ըստ ձեզ ինչ գործոններ էին պակասում այդ շարժումները հաջողելու համար, որպես այդ ցույցերի ակտիվ մասնակից կարող եմ փաստել, որ ժողովրդի վճռական կամքն առկա էր իշխանափոխություն կատարելու համար, և եթե թույլ կտաք երկրորդ հարցս, Դուք ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ պարտվել եք ոչ թե կապիտուլյանտին, այլ դրսի առավել հզոր ուժերի։ Հայաստանը որպես պետություն ակնհայտորեն ներկայումս զգում է այդ դրսի ուժերի առկայությունը և բացասական ազդեցությունը։ Ելնելով ձեր փորձից և ներկայիս իրողությունից նաև, ինչ եք կարծում, ինչպես կարող է Հայաստանը որպես փոքր երկիր դիմագրավել այդ գործընթացներին, առավելագույնս ապահովելով իր ինքնուրույնությունը։ Շնորհակալություն։ Ինքնուրույնությունը հարաբերական հասկացողություն է։ Եվ ընդհանրապես ամեն ինչը համեմատության մեջ է պետք գնահատել։ Երբ որ ձևավորվում է ցանկացած միություն, յուրաքանչյուր պետություն անկախ նրանից մեծ է թե փոքր, որոշակի այսպես իր սուվերենությունից մաս է հանում այդ կառույցներին։ Առանց դրա գրեթե հնարավոր չի։ Միշտ պետք է ելնել նրանից, թե կոնկրետ պարագայում քո որոշումը ինչին է ավելի շատ օգուտ տալու կամ վնաս տալու, քո անձնական հեղինակությանը, թե քո պետությանը։ Եթե դու պատրաստ չես քո նույնիսկ, այսպես ասեմ, վարկանիշի հաշվին պետությանը օգուտ բերել, ապա այդտեղ ես շատ մեծ պրոբլեմ եմ տեսնում։ Ասածիս եզրակացություն, անկախությունը այն չի, որ ինչ ուզենամ կանեմ, դա ավանտյուրա է։ Անկախությունն այն է, երբ որ իրեն անկախ համարող երկրի բանով ասեմ, ինստիտուտները գործում են ի շահ Հայաստանի քաղաքացու։